Դոնալդ Թրամփը սպառնում է Ուկրաինային տրամադրել հեռահար Թոմահաուք հրթիռներ, եթե Ռուսաստանը չդադարեցնի պատերազմը։ Այս հայտարարությունը, որն արվել է Իսրայել թռչելիս, կտրուկ սրել է իրավիճակը, ստիպելով աշխարհին քննարկել ոչ միայն պատերազմի ընդլայնման, այլև միջուկային էսկալացիայի հնարավորությունը։ Թրամփի խոսքով ինքը եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին քննարկել են Կիևի խնդրանքը Patriot համակարգերի հետ մեկտեղ ստանալու նաեւ Թոմահաուկներ։ Մենք քննարկեցինք, թե ինչ զենքեր են անհրաժեշտ Ուկրաինային։ Նրանց խիստ անհրաժեշտ են Patriot համակարգեր։ Նրանք նաև կցանկանային ունենալ Թոմահաուկ հրթիռներ, ինչը զգալի առաջընթաց է։ Ես կքննարկեմ դա Ռուսաստանի հետ արդարության համար։ Թոմահաուկը բացառիկ զենք է, խիստ հարձակվողական։ Իսկ Ռուսաստանին դա պետք չէ, նրանք դրա կարիքը չունեն։ Ես ցանկանում եմ, որ պատերազմը կարգավորվի։ Կիևի իշխանությունները հետաքրքրված են Թոմահաուկ ձեռք բերելով, որոնք կարող են Ուկրաինային թույլ տալ հզոր մարտագլխիկներով ճշգրիտ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերում գտնվող թիրախներին, ներառյալ Մոսկվային։ Այս քննարկումներին զուգահեռ Ուկրաինայի էներգետիկ համակարգը գտնվում է կոլապսի եզրին։ Ռուսական հարձակումների հետևանքով Կիևում եւ երկրի մի շարք այլ մարզերում սկսվել են զանգվածային հովհարային անջատումներ, ինչը դարձել է ուկրաինական կողմի բանակցությունների գլխավոր թեմաներից մեկը Վաշինգտոնում։ Մինչ դիվանագետները քննարկում են նոր զինատեսակների մատակարարումը, ճակատային գծում շարունակվում են կատաղի մարտերը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է Դոնեցկի մարզում նոր բնակավայր գրավելու եւ Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնելու մասին։ Իր հերթին Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է ռուսական գրեթե 100 հարձակում հետ մղելու եւ հակառակորդի հրամանատարական կետերին հարվածելու մասին։ Մոսկվայի արձագանքը Թրամփի հայտարարությանը եղել է կտրուկ։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել է, որ Թոմահաուկների մատակարարումը կհանգեցնի ճգնաժամի սրման նոր փուլի։ Մենք զգալիորեն կատարելագործել ենք մեր հոբ համակարգը։ Թեւավոր հրթիռը հզոր զենք է, որի ձեռքբերումը Կիևի ռեժիմի կողմից կհանգեցնի ուկրաինական ճգնաժամի սրացման նոր լուրջ փուլի։ Խնդիրը նույնիսկ այնքան էլ այն չէ, որ Թոմահավքները կհայտնվեն Ուկրաինայի զինված ուժերի տրամադրության տակ, այլ այն, որ դրանց կիրառումն առանց ամերիկացի զինվորականների ուղղակի մասնակցության պարզապես անհնար է։ Ոչ պակաս կոշտ է արձագանքել Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նա զգուշացրել է միջուկային պատերազմի վտանգի մասին։ Ոչ մի Թոմահավք հարցը չի լուծի։ Դա իրավիճակը կհասցնի միջուկային պատերազմի էսկալացիայի։ Հավանաբար Դոնալդ Թրամփը սա ավելի լավ է հասկանում, քան որևէ մեկը, քանի որ նա չի շտապում հանձնել այս մահացու զենքը եւ թույլատրել հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերին, ինչի վրա որ հույսը դնում է նախագահ Զելենսկին։ Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գործընկերների հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ միջոցներ կիրառելու պատրաստակամության մասին, եթե Ուկրաինայի հակամարտությունը մոտ ժամանակներս չհաջողվի կարգավորել։ New York Times-ը գրում է, որ Պենտագոնն արդեն ունի պատրաստի ծրագիր Ուկրաինային Թոմահաուկ հեռահար հրթիռներ վաճառելու եւ փոխանցելու համար, եթե Թրամփը համապատասխան հրաման արձակի։ Աննա Հարությունյան, Open Media։